Շնորհակալություն եւ փառք Տիրոջը այս լավ մեծ առանձնաշնորհման համար, որ Տերը շնորհեց ամեն մեկիս, որ կարող են գալ իր տուն, երկրպագել, մեծարել իրեն ու ավելի լեցվել, զորանալ եւ մեր փրկչին նմանվել։ Եթե մենք պաշտողներս մեր պաշտողին չենք նմանվում, սա մեծ հարց է։ Նույնիսկ կռապաշտները իրենց կուրքերին են նմանվում։ Աստծո խոսքն է ասում, մենք Տիրոջը պաշտելով պետք է իրեն նմանվենք։ Եվ ուզում եմ այսօր միասին կարդալ Մատթեոս ավետարանի շատ հայտնի խոսքեր, որոնցով ամփոփվում է, ավարտվում է Մատթեոսի ավետարանը։ Հուսով եմ, որ շատերը գիտեք բերանացի կամ անգիր, կամ ինչպես արմատայերն ասում է, գոց գիտեք։ Այդպես է, չէ՞։ Ուրեմն գնացեք ու սովորեցրեք բոլոր ազգերին, նրանց մկրտվելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Սովորեցրեք նրանց, որ պահեն այն ամենը, ինչ ես ձեզ պատվիրեցի։ Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Այս տողերը, որ ավարտվում է, ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Խոսքա օրվա մասին, խոսքա տարիների մասին, խոսքա մինչև աշխարհի վերջը մեզ տրված հանձնված ժամանակի մասին։ Եվ այսօր էլ, քանի որ տարին կամաց մոտենում է իր ավարտին, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել տարեվերջյան խոհերով։ Տարին ավարտվում է եւ կարդում ենք լուրերից, որ այսինչ այնինչ նախարարը ամփոփեց տարվա արդյունքը, կառավարությունն է ամփոփում, թե ուր են հասե, ինչ են հասե, ինչ թերություններ ունեն, որը պիտի շտկեն հաջորդ տարվա մեջ, որի վրա պետք է ուշադրություն դարձնեն, որը բարելավեն։ Մենք էլ ամեն անգամ տարին ավարտելիս մտածում ենք, թե ինչ ենք գրանցել, ինչ առաջընթաց ունենք անձնական, ընտանեկան, համայնքային առումով մեր ընտանիքում, մեր հասարակության մեջ, ուր ենք հասել, ինչ ենք, որտեղ ենք թերացել, ինչպես կարող ենք շտկել իրավիճակները։ Բարդիկ տարին ամփոփելուց երբեմն ասում են, այս տարի լավ տարի էր, տեսնենք մյուս տարին ոնց կլինի։ Բայց երբեմն էլ ասում են, այս տարի լավ տարի էր, տեսնենք մյուս տարին էլ լավ կլինի։ Հավատացյալները ինչպես են անդրադառնում, մտածում, տարին լավ, վատ ասելով, ինչով են բնորոշում, որ այդ տարին իրենց համար լավ է կամ վատ է, այդ տարին կարողացան լավ օգտագործել կամ վատ օգտագործել։ Գիտեք, էլի հավատացյալներ կան, հիվանդ հավատացյալներ կան, որոնք հաճախ են բժիշկների հաճախում, ասում են փառք Աստծո, այս տարի էլ բժիշկների ձեռքը ընկա եւ ողջ մնացի, ընդամենը ճկույթը սեռացրեցին, մի աշկս դեռ կա, փառք Աստծո, ոտի վրա եմ, այդպես է գոհանում, այդպես է ուրախանում։ Մյուսները կան ասում են պսակեցի տղայիս կամ աղջկաս կամ համալսարան ընդունվեց եւ այլն։ Բաներ կա, որ կամ ասում են գիտեք ինչա կատարվել, այս տարի լավ չէր, որովհետեւ այսինչ կորուստներ ունեցան, մեր հարազատները մահացան, մամայից կորցրի, չգիտեմ պապայից կորցրեցի եւ այլն։ Եթե այսպես նայենք մեր ընտանիքը, մամայից կողմի բարեկամությունը, այս տարին իրենք ասում են մեր համար լավ տարի չի։ Իսկ իրոք տարին երբ որ սկսեց շատ բարեհաջող սկսվեց այն լուրով, որ կրծեր քերուս տղայի ավակ քերուս տղան, ինչպես ասում են, կայծակնային քաղցկեղ ունեցավ եւ մի քանի ամսա մեջ գարունը չբացված արդեն մահացավ։ Դրա թաղումն էին կատարում, լսեցինք, որ մեր Միշնեկ քերուս տղան, որը Ռուսաստանում էր բնակվում, որոշել է գնա մասնակցի պատերազմին։ Արդեն նա հազանգեց այդ լուրը եւ չհաշված, որ ընթացքում էլի հերու մոտիկ բարեկամներ տենց երիտասարդ տարիքով մահացան եւ հոկտեմբերի 27-ին էլ քույրս մահացավ։ Սպասում ենք, որ պետք է տուն գա առողջացած, այդ սպասելու օրը երկուշաբթի առավոտյան գուժեցին նրա մահը, նա մահացավ, իտերը ննջեց։ Եվ այսպես մորս կողմից բարեկամության մեջ մեկը մյուսի հետևից
Իսկ այն տղան, որը որոշել էր գնալ պատերազմ, ապրիլի 6-ից լուր չկար։ Ամիս չկա։ Մենք ուրիշ ճանապարհներով իմացանք, որ հնարավոր չի այնտեղից մեկը ողջ մնա, եւ դեկտեմբեր ամսին էլ փաստեցին նրա մահը։ Եվ մեր բարեկամները այսպես, ինչ տարի էր մեզ համար։ Լավ տարի չէր, բայց սիրելիներ, մենք Տիրոջ զավակներն ենք, Աստծո որդիներ ենք, եւ երբ որ գրանցում ենք հաջողություններ կամ տխրություններ, ունենում ենք հաջողություններ, ասում ենք ուրախություններ ունեցանք, լավ տարի էր, կամ հոգեվոր ծառայության մեջ ինչ որտեղ հաջողություն ունեցանք, շատ լավ է, բայց ավելի բաներ կան, որ Աստված ուզում է դրանց վրա շեշտենք, որոնք հավիտենական նշանակություն ունեն։ Եվ այսօր ուզում եմ, որ մեկս մյուսին հորդորենք, տարին, երբ որ ամփոփում ենք, ասենք այս բաների մեջ մենք ինչպես ենք, արեցինք, թե չարեցինք։ Ուստի առաջինը հետևյալն է. ես որ կարդացի այդ հատվածը, կոչվում է մեծ հանձնարարական։ Ծանոթ եք, չէ՞ դրան։ Հիսուս մեծ հանձնարարություն տվեց։ Գնացեք բոլոր աշխարհը ավետարանելու, բոլոր ազգերին սովորեցրեք, մկրտեք, ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Սրանք Հիսուսի կողմից ասված խոսքեր են, նա ասեց համբարձվելուց առաջ։ Եվ ինչու է սա կոչվում մեծ հանձնարարական։ Մինչև հիմա մարդկության մեջ չկա այդպիսի բան, որ կա մեծ հանձնարարություն։ Մի քանի պարզ մտքեր կիսվենք, թե ինչու է ինքը մեծ, որովհետև այն տրվում է Բարձրյալի կողմից, Բարձրյալ Աստծո կողմից։ Նրանից մեծ, նրանից անդին չկա, դրա համար նրանից մեծ վեր իշխանություն չկա եւ տրվում է նրա կողմից։ Դրա համար սա մեծ հանձնարարություն է, որտեղ գալիս է ամենավերից, ամեն իշխանություն ինձ տրվեց, թե երկնքում, թե երկրի վրա։ Չկա մի իշխանություն, որ Հիսուսի ունեցած իշխանությունից վեր լինի։ Դրա համար էլ այս հանձնարարությունը մեծ է։ Այս հանձնարարությունը մեծ է, ընդարձակ է, քանի որ ընդգրկում է բոլորին, այն ուղղված է բոլոր ազգերին։ Այսօր ոչ մի ազգ չի կարող ասել Հիսուսի խոսքը ինչ չի հետաքրքրում, ինչ չի վերաբերվում։ Ոչ մի ազգ չի կարող ասել, որ Քրիստոսը մերը չի, մեր Աստվածը չի, չնայած կան, որ ասում են չիմանալով, բայց մենք գիտենք, որ Տերը բոլորի Տերն է, Աստված բոլորի Աստվածն է։ Ազգեր կան, սիրում ենք, չենք սիրում, մեր դուրը գալիս են, չեն գալիս, գունավոր են, տարբեր են, ինչ են, այս պատգամ ուղղված է բոլոր ազգերին, ուրեմն ընդգրկում է բոլորին։ Դրա համար ինքը այդքան տարողունակ է, այդքան մեծ է։ Եվ հաջորդը տրվում է բոլոր ժամանակներից։ Տեսեք, այն օրվանից, երբ որ տրվեց, շարունակվում է մինչև այսօր եւ պիտի շարունակի մինչև դարերի կամ աշխարհի վերջը։ Բոլոր ժամանակներում այս հանձնարարությունը այժմ միական է։ Մարդկանց տված հանձնարարությունները, պատվերները ժամանակավոր են։ Իհարկե ժամանակավոր են, անցողիկ են, բայց Տեր Հիսուս Քրիստոսի տված հանձնարարությունը ժամկետի մեջ է, ժամկետը անց այդպիսի հասկացողություն չկա այդ հանձնարարության համար։ Եվ նա տրվում է մի վեհ նպատակով, փրկության նպատակով, հոգիների փրկության նպատակով, որպեսզի հոգիները փրկվելով Աստծո հետ լինեն հավիտյան ու անբաժան։ Մեծ է, ընդգրկում է մինչև հասնում է հավիտենականություն ու վեհ նպատակ ունի փրկություն։ Եվ տրվում է, մեծ է ինչու, տրվում է Հիսուսի երաշխավորությամբ։ Հիսուսն ասեց, ես ձեզ հետ եմ մինչև դարերի վերջը։ Միայն նա ապահովեց մինչև դարերի վերջ իր ներկայությունը Սուրբ Հոգու միջոցով։ Եվ նա մեզ հետ է, մենք այստեղ ներկա ենք, Տերը այստեղ ներկա է։ Այն մարդը, որը չի հասկանում, որ Տերը այստեղ ներկա է, ուրեմն չի եկել Տիրոջ հանդիպելու, բայց Տերը իր հետ հանդիպում է, եկել է։ Տերը ներկա է, տրվում է Հիսուսի երաշխավորությամբ։ Հիսուս մեզ հետ է, ինքը ուղարկեց, ինքը գարանտ կանգնեց։ Ինչ կլինի մեզ հետ, մենք չգիտենք, բայց երաշխիքը ինքը տվեց։ Իր ձեռքում է, դրա համար էլ այսքան մեծ է։
Ուրեմն մենք պետք է ուշադրություն դարձնենք այս հանձնարարությանը, որը իր մեջ ընդգրկում է թե ավետարանը քարոզել տարածել եւ թե աշակերտել մարդկանց սովորեցնել։ Այս երկու բանը շատ կարեւոր է եւ մենք մեր անձերը պիտի քննենք, տեսնենք թե այս տարվա մեջ մենք աշակերտեցինք կամ մենք ավետարանեցինք, մենք Աստծո խոսքը տարածեցինք, սա է կարևորը։ Տեսեք, եթե չլիներ այս աշակերտությունը, այսօր մենք այստեղ չենք լինի։ Որովհետև աշակերտները հավատարիմ մնացին աշակերտությանը։ Նրանց աշակերտները հավատարիմ մնացին աշակերտությանը։ Եվ ամեն աշակերտի հավատարմությունը բերեց այսօր, որ մենք աշակերտներ լինենք։ Ուրեմն Աստված թողորտնի եւ մեր հետ խոսի այս պատգամով։ Այս տարի դու ավետարանը քարոզելու, մարդկանց Քրիստոսին հրավիրելու առիթ ունեցար, օգտագործեցիր, դու փնտրի սա, եթե փնտրես կգտնես, Հիսուս ասեց, չէ։ Մարդիկ ասում են, չի ստացվում մարդկանց հետ Աստծո խոսքը կխոսենք եւ այլը, որովհետեւ մենք չենք ուզում, անկեղծ եմ ասում։ Փորձնական գիտություն է նաեւ Աստծո խոսքը, փորձեք, տեսեք։ Խնդրեք, ուզեք, որ Աստված ձեզ օգտագործի, որ Աստծո խոսքը վկայեք, անպայման կլինի։ Ոչ մեկ չունի այդպիսի բան, որ չէ, Աստված չլսեց, չպատասխանեց։ Մեր եղբայրներից մեկն ասում է, Տեր Աստված, ուզում եմ աղոթել եմ, մտքի սրտի մեջ դրել, ասում եմ, ուզում եմ պատգամավորի հետ խոսեմ։ Պատգամավորին վկայեմ։ Ու մի օր էլ ստացվում է, բայց ինքը չգիտի, որ դիմացինը պատգամավոր է։ Տենց առիթով ստացվում է, խոսում է, հետո նոր հասկանում է, որ այս մարդը պատգամավոր է եղել։ Ու հետո հիշում է, որ ինքը աղոթել է, որ պատգամավորի վկայի։ Ես էլ եմ աղոթում, որ միսիոներական ծառայության մեջ լինեմ, ծառայություն անեմ, այնպիսի բան եղավ այս տարի։ Այս տարի օրինակ լավ բաներ եղավ իմ համար, այս միսիոներական առումով։ Մենք 20 օրի չափ եղանք Միջին Ասիական երկու հանրապետություններում, Ղազախստանում եւ Ղրղըզստանում, եւ կատարեցինք 21 ծառայություն, 3000 կիլոմետր միայն մեքենայով ճամփորդեցինք ու կարողացանք շատ հոգիների օգտակար լինել, վկայել Աստծո խոսքը։ Մենք մոռացանք այդ որոշ վատ պայմաններ, այլ միշտ հիշում ենք, որ մարդիկ եկան ապաշխարեցին։ Ուրեմն, ինչպիսին է քո ավետարանչության ընթացքում, ես ավետարանում, սա է կարևոր, սա է հավիտենական, սրա վրա արի ուշադրություն դարձնենք, այսա մտածենք եւ ում ենք սովորեցնում, ինչպես ենք սովորեցնում։ Մենք մեր եկեղեցում սկսեցինք նորից աշակերտության ծրագիր, հոկտեմբերի 11-ից, արդեն 4-րդ դասն է, ամեն մեկը մեկ կամ երկուսին ընտրել է եւ սովորեցնում է Աստծո խոսքի ճշմարտությունները։ Երկրորդը ինչի պետք է ուշադրություն դարձնենք, թե մենք ինչ մեր ծառայությանը ծառայում ենք թե ոչ, կանչված ենք ծառայություն ունենք թե չէ, եւ երկրորդը, ասենք, մենք մեր պարգևներ ունենք, Աստված մեզ պարգևներ է տվել, մենք դրանք օգտագործում ենք թե ոչ։ Երկու ավետարաններում կա միևնույն առակը։ Մատթեոսի ավետարանում դա կոչվում է տաղանդների առակ, իսկ Ղուկասի ավետարանում կոչվում է ոսկե դրամների առակ։ Երկուսն էլ նույնն է, նույն իմաստը ունի, որ թագավորը իր ծառաներին տալիս է մեկին 5, մեկին 2, մեկին 1։ Գիտեք, չէ՞։ Եվ ասում է տարեք, օգտագործեք, որպեսզի գամ, տեսնեմ ինչ է կարել։ Տարեք օգտագործեք, ում համար պետք է օգտագործեին, այդ մարդու համար, չէ՞, ով որ տվել է։ Այդ օգուտը շահը ում էր հասնելու, ով որ տվել է, իրանն է, չէ՞։ Թե ինքը ինչ կանի, ինչ կտա, այդ իր գործն է արդեն։ Բայց նրանցից մեկը, որ մեկ էր ստացել, ամենակիչն էր ստացել, ինչ արեց։ Թաքցրեց, հետո երբ որ Տերը ասեց, հələ բերեք տեսնեմ ով ինչ է արել, ինքը ինչ ասեց, քո տվածը քեզ։ Ոնց։ Այս գումարը փողը քնել է, չի աշխատել, բարիք չի ստեղծել, չի ավելացել, մի օգուտ չի տվել։ Ես ինչ չար մարդ ես դու։
Դու չես ուզեցել, հա, որ իմ ունեցածի վրա մի բան ավելանա։ Համ ծույլ ես, համ չար ես։ Բադ խոսքեր է ասում, չէ։ Այն մյուս երկուսին ինչ է ասում։ Ապրես, բարի եւ հավատարիմ ծառա, մտիր քո տիրոջ ուրախությունը քչի մեջ հավատարիմ եղար շատ բաներ վրա ու կրկնապատկվում է նրանց տվածը։ Նաեւ մյուս բանը հիշենք, որ եկեղեցին ում մարմինն է։ Քրիստոսի։ Պողոս առաքյալ ունի, չէ՞ նման տողեր, ինչպես մարմինը մեկ է եւ շատ անդամներ ունի, եւ այդ մեկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով մեկ մարմին են, այդպես է նաեւ Քրիստոսը։ Եվ 12:27-ի մեջ ասում է այժմ դուք Քրիստոսի մարմին եք եւ մասնավորապես նրա անդամները։ Մենք Քրիստոսի անդամներն ենք, չէ՞։ Մենք այստեղ դերակատարություն ունենք, թե չէ։ Գործ անելիք ունենք։ Ունենք, մենք նշանակված ենք, մենք տրված ենք, մենք օժտված ենք, Աստված մեզ ձիրք է տվել, ցավալի է, որ տարներ անցում են, մարդիկ եկեղեցի են գալիս ու իրենք չգիտեն ու չեն հայտնաբերել, իրենք Տիրոջ կողմից պարգև ունեն, թե չէ, իրենք պարգևը հասկանում են, նվերի բան, մի բան ունենան դեպի իրենց օգուտը եւ դրանով իրանք ուրախանան։ Բայց հոգևոր պարգևը այդպիսի բան չէ, ինչ է։ Հոգևոր պարգևը այնպիսի մի գործիք է, մի միջոց է, որը դու ներդնում ես եկեղեցու մեջ, Աստծո մարմնի մեջ, Աստծո փառքի համար։ Դու դրանից կարող ես շահույթ չստանաս, եւ պետք է չի որ ստանաս, ասենք։ Գնա ուրիշտեղ ուրիշ բան աշխատի։ Բայց այդ պարգևը քոնը չի։ Եթե Տերը մեկին տվել է քարոզչության պարգև, դա իր համար չի։ Եկեղեցու համար է։ Դա նրա համար չի, դու քարոզես, ասեն լավ էր։ Չէ։ Դա նրա համար է, որ Տերը փառավորվի։ Տեսեք, խոսքի մեջ կան ամփոփումներ եւ Տերը փառավորվեց։ Աշակերտներ, հրաշքներ, նշաններ, ինչ արեցին, խոսացին, վկայեցին եւ մարդիկ ում փառավորեցին։ Եթե սխալվում էին աշակերտներին փառավորելու, աշակերտն ասում են, չէ, տղերք սխալ եք անում, մեզ չէ, նրան։ Տիրոջը փառավորեք։ Ուրեմն պարգևները կան, շատ են։ Պողոս առաքյալը միայն 3 ցանկ է ներկայացնում։ Հռոմեացիս 12-ի մեջ, Կորինթացիս առաջին 12-ի մեջ եւ Եփեսացիս 4-ի մեջ։ Եթե այդ բոլորը հավաքեք դնեք, կլինի մոտ 20 պարգև։ Իսկ եթե լավ ուսումնասիրենք ավետարանը, ավելի շատ տասնյակներով պարգևներ կգտնեք։ Կան պարգևներ, որոնք չկան գրված, բայց այսօր էլ կան եւ գործում են։ Պարգևներ, մեկին տվել է մարգարե, խոսքը մատակարարող, մեկին վարդապետ, բացատրում է խոսքի ճշմարտությունը, հաջորդականությունը, մեկի մոտ հրաշքներ, մեկի մոտ բժշկություններ, կառավարում է իմաստության խոսք, գիտության խոսք, հավատ, հոգիների զանազանում զատորոշություն, տարբեր լեզուներ, լեզուների մեկնաբանումներ, սրանք են, պարգևներ են եւ Տերը տալիս է, Սուրբ Հոգին տալիս է, ինչպես որ ինքը կամենում է։ Մենք ծառայություն ունենք եկեղեցուն, ստանձնել ենք, լսել ենք Աստծո կանչը, որը կանչել է ծառայության։ Էսի կարևոր է, Սուրբ Գիրքը մեզ օրինակներ է տալիս, շատ հարուստ է այս օրինակներով։ Հիշում եք Մովսեսին ինչպես կանչեց, շատ արտասովոր երևույթով։ Այրվող եւ չսպարվող մորենու միջից կանչեց, ասեց արի քեզ ուղարկեմ, որ Իսրայել ժողովրդին ազատես Եգիպտոսի գերությունից։ Եսայիա մարգարեին կանչեց արի, ես քեզ ուղարկեմ, որ դու ինձ ներկայացնես, խոսես ժողովրդին, հարթնես իմ պատգամը, իմ ասելիքը։ Հիսուս աշակերտներին հրավիրեց, ձկնորսներին, Պետրոսը իր ընկերների հետ ձուկ էր որսում, ասեց արի, քեզ պետք է դարձնեմ մարդու ձկնորս, արևմտահայերենում տենց է չէ գրված, մարդու ձկնորս, մարդոց որսորդ, և այսպես կանչեց Մատթեոսին, իր աշխատանքի վայրում էր, հարկեր հավաքում, հարկահավաք էր, տունը տեղը լավ պահում էր, ասեց արի, ինձ հետևիր, և Մատթեոսը թողեց ու գնաց Հիսուսի հետևից, այդ կանչը այնքան ուժեղ էր, զորեղ էր,
Գիտեք Տիմոթեոսին ինչպես կանչեց։ Այս մասը լրություն է։ Ոնց է կանչը Տիմոթեոսին։ Մի հատ համար գտնեմ, հա։ Միջոցով։ Հա։ Լավ եք հիշում։ Ճիշտ է, Սուրբ Հոգին որ կա, ամեն ինչ լինում արդեն, դզվեց։ Նայեք, անփույթ մի եղիր այն պարգևի նկատմամբ, Պողոսն է գրում Տիմոթեոսին, որ քո մեջ է։ Տիմոթեոսը ինչ պարգև ուներ։ Աշակերտության, այո, ասում է դու գթի, որ սովորեցնելու, ճիշտ է, հովելու, որտեղ պետք էր ինքը ուղարկում էր։ Եվ ինքը եկեղեցու հովիվ էր, երիտասարդ վիճակում, ուրեմն այս սովորեցնելու հովության պարգևը հաստատ կար ուներ, չէ։ Ասում է անփույթ մի եղիր այն պարգևի նկատմամբ, որ քո մեջ է, որ մարգարեությամբ քեզ տրվեց երեսների ձեռնադրությամբ։ Այս համարը ես որ կարդում եմ, հասկանում եմ, որ մարգարեն ասեց քեզ պարգև է գալիս, կամ պարգև ունես, երեսներն էլ ձեռքը դվին ու այդ պարգևը իհայտ եկավ։ Բայց էցի ճիշտ ձևը չի։ Սա նշանակում է, որ մի անգամ տեղական եկեղեցու մարգարեներից մեկը վեր կացավ ու հայտարարեց, որ Սուրբ Հոգին Տիմոթեոսին տվել է այսինչ պարգևը, ենթադրենք հովության պարգևը, կամ սովորեցնելու պարգևով է օժտել։ Մարգարեն չպարգևեց Տիմոթեոսին այդ պարգևը, այլ պարզապես մարգարեն Աստծո խոսնակը հայտարարեց այն, ինչ որ Աստված արդեն տվել էր նրան։ Եվ դրան հաջորդեց երեսների ձեռնադրությունը, որ նրանք էլ ասեցին, այո, համաձայն ենք, ճիշտ է, մենք տեսնում ենք, համաձայնվում ենք, եւ նրանք ոչ թե իշխանություն տվեցին ունենալու, նրանք չունեին այդ իշխանությունը տալու Տիմոթեոսին, որ այդ պարգև ունենար, այլ նրանք արտահայտեցին Սուրբ Հոգի կատարածի համընդհանուր ընդունումը։ Նույնպես է ամեն մի ձեռնադրություն, երբ որ ձեռք են դնում, դա նշանակում է արդեն հայտնաբերվել է այդ մարդու մեջ այդ պարգևը, գիտեն համընդհանուր այդ ընդունումը կա, Սուրբ Հոգու առաջնորդությունը կա, մենք մեր ձեռքերը դնում ենք, ասելով մենք համաձայն ենք Սուրբ Հոգու արածի, ասածի, կատարածի հետ։ Ուրեմն, սիրելի հավատացյալ, տարին, որ ամփոփում ես, ծառայություն ունես եկեղեցում, արել ես, ներկա ես, բացակայել ես, ուշացել ես, պատրվակներ ես փնտրել, արդարացել ես, մեր քույրերը շատ լավ արդարանում են, համեմատած եղբայրների հետ։ Մի ընտանիքից են, գիտենք, որ ընտանիքում տենց է, քույրերի մոտ այդ արդարացումը շատ լավ է ստացվում, էլի։ Մենք արդարանում ենք, թե մղվում ենք ծառայության, մենք գիտենք մեր ծառայությունը, գիտեք, հետաքրքիր նա է, որ տարիքն էլ, որ անցնում է հոգևոր կյանքի մեջ, մեր ֆիզիկական տարիքը մեծանում է, մենք թոշակառու չենք դառնում։ Մենք շարունակում ենք մեր ծառայությունը, շարունակում ենք ծառայել, փառք Աստծո։ Մենք շատ, երբ որ հաղորդություն են բաժանում տարեց քույրերին, ինչ են ասում են, աղոթում եմ 1, 2, 3, մատները ծալում են, ասում են, «Վո», ես էլ ասում, ինչու ենք մենք այսքան հաջող ծառայություն անում, որովհետև դուք աղոթում եք, որովհետև դուք տնից դուրս չեք գալիս, այս ձեր հիվանդությունն է, ձեր ցավ ինչ կա, մի կողմ եք դնում ու հասկացել եք, որ դուք եք Տիրոջ մոտ աղոթողները, մեզ համար աղոթողները, դու եք մեր օրհնությունները, այնպես որ միշտ աղոթում են ծերության ժամանակ էլ Սաղմոս երգիչը ասում է պտուղ են տալիս։ Եվ գանք երրորդին։ Երրորդը, գիտեք, այն երգը, որ երգեցիք, իմ սիրած երգերից մեկն է, վարվե ինձ հետ Տեր ու զատիդ պես, դու ես բրուտը մինչ կավնեմ ես, կամքիդ համաձայն ինձից եւ դուր, մինչ կսպասեմ քեզ արդ անձնատուր, չէ՞։ Առաջի քարյակն է։ Իսկ վերջի քարյակը այնտեղ մի բան է։ Որ մարդիկ ուր որ գնում են ինձ տեսնեն։ Դες բան կար, հա? Բացեք շպարգալքեն, ինչ տեսնեն։
Ինձ տեսնեն, բայց ինձ չտեսնեն։ Բամ տեսնեն։ Այո։ Իրանց ֆիզիկական աչքերը պիտի ուղեն դեպի մեզ, որտեղ մարդիկ գալուցինացիա չունեն։ Տենում են աչքին, նորմալ է, մեզ են տեսնում, բայց մեզ տեսնելով, տեսնեն ում Քրիստոսին։ Այսինքն Քրիստոսին շարունակեցիր նմանվել։ Նմանեց Քրիստոսին, որովհետև նրանց ում սկզբից ճանաչեց, նույնպես նախասահմանեց իր որդու պատկերին կերպանակից լինելու։ Պիտի ստեղծեմ, պիտի սարքեմ, պիտի ձև տամ, եթե ընկնեմ, պիտի վերափոխեմ, փրկեմ, քավեմ մեղքերը, ձևավորեմ։ Ում չափանիշով, ում նման։ Աստծո մտահղացումը սա էր։ Իմ որդի Հիսուսի նման։ Ամեն մեկիս նախասահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու համար։ Նրա առաքինությունները, նրա հոգևոր բնավորությունը, նմանությունները ինչ որ կան, մենք արտահայտենք, մենք լինենք նրա նման։ Ինձ նմանվեցեք, ինչպես ես էլ Քրիստոսին, ասում է Պողոս առաքյալը, եւ շարունակում է մի ուրիշ տեղ, ուստի Աստծուն նմանվողներ եղեք, որպես սիրելի որդիներ։ Մեզ ծանոթ է, չէ՞ հետեւյալ երգը, երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի, կերկեմ Դավիթի նման, Դավիթը ես եմ, Դավիթի նման, կաղոթեմ Դանիելի նման, կսիրեմ Հիսուս, կներեմ Հիսուսի նման, կսիրեմ, նմանության երգա, չէ՞, որ կարողանանք Հիսուսի սերը, նրա նման սիրելը, նրա նման ներելը ցույց տալ, արտահայտել։ Գիտեք, այսօր մարդիկ քիչ են ներքին կյանքով անձի կերպմամբ զբաղվում։ Թեկուս մարդիկ կրթվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, թեկուս աստվածաբանական ուսում էլ ստանան, դա դեռ չի երաշխավորում, որ մեր անձերը կերտվում ու նմանվում են Քրիստոսին։ Որքան կրթված ու գիտուն հավատացյալներ կան, բայց ներքին կյանքով էությամբ չեն նմանվում Հիսուսին։ Այսօրվա դարը ես անվանում եմ լայքերի դար, լայք։ Սմա լայք կանես ինչ, չէ՞, կամ հավանությունների դար, լայքերի դար է։ Մարդկանց Facebook-յան նկարներին միայն պիտի լայք անես։ Զանգում ասում է, ինձի լայքել ես, լայք դրել ես, թե չէ։ Արտաքին տեսքի համար պետք է լայք տնես։ Ասածների համար լայք տնես, գրածները լայք ես, արածները լայք ես։ Իրար ուղղել, շտկել, հանդիմանել, այսպիսի բաներ վերացել են, չկան։ Քրիստոնեությունը, քրիստոսանմանությունը, ինքնակնությունը, թերությունների հայտնաբերում, ներողություն խնդրել, ուն են մնացել։ Տարիներ առաջ ես մեր տանը գործ էի անում պատոհանի վրա եւ մարդիկ էլ գործ արեցին, գաջի մնացորդները ընկավ փողոցի վրա ու տակ խանութ կա, այդ խանութ հավաքարար ունի։ Հավաքարարն էլ մեր տակի հարևանն է։ Ու մինչ որ ես իջնեմ, մաքրեմ, ալվեմ, իմ թափածներ հավաքեմ, այս հավաքարարը ինքը հավաքեց։ Ես իրան չտեսա, տեսա, բայց մաքրացա։ Հաջորդ օրը նկատեցի, տեսա, գնացի ասի, շատ ներողություն եմ խնդրում, որ ես ուշացա, որ գամ հավաքեմ, ու շնորհակալ եմ, որ արեցիր, եկել ինձ ասում է, ինչ ասեցիր, ասում եմ, նենց մի տեսակ, այդ ինչ ասեցիր, ասի, ներողություն եմ խնդրում, ներողություն, այս դարում մեկը մյուսից ներողություն է խնդրում, այո, միմյանց հետ քաղցր եղեք, միմյանց ներեք, ներեք իրար այնպես, ինչպես Հիսուս ներեց, սիրեցեք իրար այնպես, ինչպես ես սիրեցի։ Հիսուս ինչ որ ասեց արեք, ինքը արեց,
Մի բան չասեց, որ ինքը չարեց։ Ինչպես ձեզ կանչողը սուրբ է, դուք էլ ամբողջ վարքով սուրբ եղեք։ Ինձանից սովորեցեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Հիսուս ջերմեռանդեր աղոթքի մեջ աղոթում էր, արևածագից առաջ աղոթում էր միայնակ։ Գեթսեմանի պարտեզում աղոթում էր։ 3 հոգի տարել էր, որ իրեն օգնեն, սատարեն։ 3-ն էլ քնում էին։ Հիսուս 3 անգամ նրանց արթնացրեց, ասեց աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հիսուս ջերմեռանդորեն աղոթում էր, աղոթող էր։ Ժամանակի պատճառով մենք չենք կարող ամեն բան թվարկել, խոսել Հիսուսի բարության, իմաստության, նվիրվածության, համբերության, երկարմտության ու այլ առաքինությունների մասին։ Բայց այսօր կարող ենք մենք մեր կյանքը քննել ու ասել այս տարվա մեջ որքանով ես նմանվեցի Հիսուսին։ Նրա պես եղակարեկից, գթացող, համբերող, սիրող, ողորմած, շնորհալի, հասնող, ուսուցիչ, սովորեցնող։ Այնպես որ սիրելիներ, շատ մի շեշտեք ձեր հաջողություններն ու կորցրածները, ձեռքբերումները, դրանք հավիտենական նշանակություն չունեն։ Բայց հավիտենական նշանակություն ունի այն, մեծ հանձնարարությունը կատարեցի, թե ոչ։ Իմ ծառայությունը որակապես ու քանակապես կատարեցի, թե ոչ։ Եվ որպես հոգևոր մարդ, ում նմանվեցի։ Ու երբ որ մարդիկ տեսան ինձ, միայն ինձ տեսան։ Միայն ինձ են տեսնում։ Թող Հիսուսին տեսնեն։